Որքան էլ արհեստական բանականությունը կարող է օգնել աշակերտին, ուսանողին ավելի շատ գիտելիք ստանալ, դասը հեշտ յուրացնել, մասնագետները մտահոգ են, որ դրա սխալ կիրառումը թե աշակերտների, թե ուսանողների համար կհանգեցնի վատ հետևանքների։ Այն է, նրանք չեն ցանկանալու ինքնուրույն սովորել, հետազոտել, հետագայում էլ ինքնուրույն աշխատել։ Շատ կարևոր է, որ մարդիկ ողջամիտ լինեն եւ ճիշտ օգտագործեն արհեստական բանականությունը, հատկապես կրթության մեջ։ Միշտ ռիսկերը կանխատեսեն եւ կարողանան դրանց հակակշիռներ ունենալ։ Մենք հիմա այսպես մտարումների մեջ ենք։ Արդյոք դա լավ բան է, արդյոք դա վատ բան է, արդյոք պետք է իրեն սովորեցնել, արդյոք պետք չի։ Սկզբից պետք է արգելել։ Հետո հասկանալ ինչ ես անում։ Հետո միգուցե արդեն ուսուցիչների վերահսկողության ներքո որոշակի հրանգավորումով իրենց թույլ տալ որոշակի գործողություններ սովորեցնելով թե դա ինչպես են անում եւ այլն։ Ի վերջո կհաջողվի արհեստական բանականությունը դարձնել ճիշտ գործիք կրթության մեջ։ Այս հարցն արդիական է ամբողջ աշխարհում, իսկ պատասխանը կտեսնենք տարիներ անց։ Դեռ տարիներ առաջ մենք ապրում ու սովորում էինք առանց արհեստական բանականության։ Եթե մի քիչ էլ ժամանակը հետ տանք, նաև առանց համացանցի ու համակարգչի։ Երբ էր կրթությունն ավելի որակյալ։